Տիկին Գևորգյան, Պաշտպանության նախարարը երեկ մամուլի ասուլիսին անդրադարձավ գեներալ Կարեն Շաքարյանին։ Դուք զինված ուժերի պահեստազորի բարձրաստիճան սպա եք։ Դուք ճանաչում եք Կարեն Շաքարյանին, ինչ կասեք այս մասին։ Գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին անձամբ չեմ ճանաչում, ճանաչում եմ որպես պաշտպանական բանակի զինծառայող բարձրաստիճան սպա։ Ճանաչում եմ այնքանով, որ բավականին ակտիվ մասնակցություն ունեցեք 44-օրյա պատերազմի ժամանակ, կատարելա բոլոր իր առջև դրված խնդիրները, ի տարբերություն ոմն հրամկազմի, որոնք թողել լքել են զորքը, սակայն Շաքարյանը զորքը չի լքել եւ միշտ պատրաստական զորքի կողքին է կանգնել, առաջինը գնալով դեպի կրակի առջև։ Բայց սակայն ելնելով այս ամեն ինչից որպես լավագույն սպա, լավագույն զինվորական, ես չեմ արդարացնում նրա մասնակցությունը ուղղերթի հետ կապված։ Ուղղակի չգիտես ինչի մեր ամբողջ համացանցը թիրախավորել է կոնկրետ գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին, չգիտես ինչի, բայց այնտեղ ես ինքս ներկա եմ եղել, բավականին տեսել եմ լիքը սպաներ, նույնպես գեներալ, որը հանդիսացել է նաև նախկին վերադասը, կադրերի գլխավոր վարչության պետն էր ընդ դեպքում, ինչի չեք անդրադառնում նման նույնպես գեներալին, ինչի չեք անդրադառնում մնացած գնդապետներին, նույն համացանցում տարածված է ռազմական ոստիկանության սպաների լուսանկարները, բանրադարձ թող կատարեն նաև իրենց, թիրախավորել են մեկ անձի եւ ինչ որ նույնպես համացանցից եմ տեղյակ, որ իրան զրկել են Արցախի հերոսի կոչումից։ Այդ դեպքում պետքա նաև ստեղ լիքը բարձրաստիճան սպաներ կային, որ պետքա գեներալ լեյտենանտներից աչքանազրկեն մինչև շարքային դավաճանության համար։ Եվ շատ հետաքրքիր է, նույն ուսուցչուհի Պապիկյանին մի հատ հարց տամ։ Այդ քաղաքացիական համազգեստ հագնված զինվորականները, եթե զինվորական համազգեստ հագնեն, քանի պետության դեմ կարան իրենք պայքարեն համազգեստներով զինվորական։ Երեկ մամուլի ասուլիսին Պապիկյանը նաև ասաց, որ Սյունիքի Սև լճերի հետ կապված ինքը մեղավոր չէ։ Նա ասաց, հարցրեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նա հավելեց նաև, որ այնտեղ լրագրողները ակտիվ լուսաբանում են այն մարդուն, ով Սև լճերում իր ձեռքերն է լվացել։ Իմ կարծիքը նախ շատ վատ է, որ լինելով պաշտպանության նախարար չի տիրապետում իրավիճակին, ինչ է կատարում, անկախ կապ չունի։ Դու նոր ես նշանակված այդ պաշտոնին, թե երբ ես նշանակվել, դա բոլորովին կապ չունի։ 21 թվականի Սև լճերի ներխուժման ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է իրենց համակուսակից Վաղարշակ Հարությունյանը, որը իր հրամանով են կատարել նահանջը, եւ ավելին ասեմ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը այդ ժամանակ զբաղեցրել է գլխաշտաբ-պետի տեղակալի պաշտոնը։ Սև լճերի ներխուժումը հակառակորդի կողմից եղել է մայիսի 12-ին։ Եթե չեմ սխալվում, մայիսի 15-ին թե 16-ին վերադասի կողմից հանձնարարվել է, որպեսզի Արշակ Կարապետյանը մեկնի Սև լիճ ընդամենը բանակցությունների։ Այդ դեպքում հարց նույն ուսուցչուհի Պապիկյանին 4 օր ինչ է արել Զորամասի հրամանատարը, կորպուսի հրամանատարը եւ գլխավոր շտաբի պետը, ինչ որոշումներ են կայացրել։ Եվ իբր թե լուրեր են տարածվում, քրեական գործ է հարուցվում, իբր թե այդ մարդը բանավոր հրաման է տվել, իբր թե անգամ եթե բանավոր է եղել, այդ դեպքում Զորամասի հրամանատարը իրավասու է, ելնելով մարտական իրավիճակից ինքնուրույն որոշում կայացնի։ Եթե ինքը չի կայացրել, կորպուսի հրամանատարը այդ դեպքում ինչ է արել։ Կորպուսի հրամանատարը չի կայացրել, բայց գլխավոր շտաբի պետը ինչ է արել։ Եվ ընդամենը, այո, բանակցություններին վերադասի կողմից ուղարկվել գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ոչ թե ինչ որ արդեն 4 օր անց, երբ ներխուժումը կատարվել է։ Այդ դեպքում ես խորհուրդ կտամ իրենք դիմել իրենց համակուսակից Վաղարշակ Հարությունյանին, ինչպես նահանջի հրաման տվել։ Նաև ասեմ, այդ ժամանակ շատ ճանաչված է ճիպոտներով կռիվը, թող մի հատ էլ անդրադառնան այդ դրան։ Մայիսին, երբ նույնպես Գեղարքունիքի մարզում կատարվել է այդ իրադարձությունը, երբ հրաման է տվել կրակել չլինի, միայն ճիպոտներով կռիվ, ես որ դառնա, որ մենք ճիպոտներով կռիվ անենք։ Դա որ նախարարի Դա Վաղարշակ Հարությունյանի օրոք է, իրենց համակուսակից։ Ու երբևիցե իրենք չեն բարձրաձայնում այդ հարցը, որ Վաղարշակ Հարությունյանն է եղել պաշտպանության նախարար։ Հավելեմ նաև, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնի օգոստոսի 3-ին։ Ու շատ ասում եմ, թող ավելի լավ է
Պապիկյանը մի հատ անդրադառնա, որ ինքը որպես նախարար ինչի չի տիրապետում Սև լճերի հետ կապված։ Այո, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ձեռքերը լվացել է, ընդ որում ասեմ, դիպուկահարի նշանառու տակ գտնվելու դեպքում։ Այո, այդ ժամանակ ադրբեջանական կողմի, այո, թող իրենք մի հատ այդպես նշանառու դեպքում Սևանա լճում լողանան։ Խորհուրդս այդ կլինի իրենց։ Շատ լավ, անդրադառնանք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ի վերջո, ինչու պաշտոնանկարվեց Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Շատ լավ հարց տվեցիք։ Նախ պաշտոնանկարվեց, որովհետև կրակելու հրամաններ տվել ինքը, որպեսզի զորքը կրակեր, ներթափանցում չլիներ։ Դա առաջի հանգամանքը։ Երկրորդ հանգամանքը նա էր, որ առաջին նախարարն էր պատերազմից հետո, երբ ՊՆ համարներով, համազգեստով, ընդ որում հետախուզական համազգեստով, մեկնեց Արցախ։ Անգամ եղավ եղնիկների դիրքերում։ Ամբողջ դիրքերով էր անցել, շեշտում եմ կոնկրետ եղնիկների դիրքերը, այո, որը դուր չեկավ Ալիևին եւ մեր ներկա իշխանությանը։ Դա դուր չեկա, որ Արշակ Կարապետյանը մեկնել էր Արցախ։ Ինքը մեկնել էր այո Արցախ, քանի որ Արցախը Հայաստանի Հանրապետությանն էր պատկանում։ Եվ ասեմ, դրանից հետո 2-3 անգամ Ալիևը բավականին սպառնալիքներով է փորձել խոսալ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հանդեպ։ Մի հարց տամ, իսկ քանի անգամ է Ալիևը Պապիկյանին հիշել։ Մեր պաշտպանության նախարարի ազգանունն է Ալիևը չգիտի, բայց ինքը սպառնալիքներով է խոսել գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ կապված։ Իսկ ասեմ ձեզ Կարապետյանի համար սովորական ինչ-որ բաներ, այնքան խոսած, այնքանի չէ։ Ասեմ ձեզ, պաշտպանության նախարարը զորքի համար չի կրում իր զորքի պատասխանատուն չի պաշտպանության նախարարը, ով ուզում է լինի զորքի պատասխանատուն գլխավոր շտաբի պետն է։ Եվ եթե չկրակելու հրաման եղել, այդ դեպքում ինչի պաշտոնանկ չարվեց, այդ ժամանակվա գլխավոր շտաբի պետի ստանձնած անձը, ինչի իրեն պաշտոնանկ չարեցին։ Կանչում են գեներալիտետին ու ասում են պետք է գրեք բանավոր բառը, այսինքն նկարչությամբ, քննչական կոմիտեի պետի կողմից եւ մնացած ուժային պետերի կողմից գեներալիտետին ստիպում են, գեներալներն էլ գլուխները կախ գրում են, իբր թե բանավոր հրամանա եղել, իբր թե որպես պայստազորի փոխգնդապետ եմ ասում, բանավոր բառը զինված ուժերում հիմք չի հանդիսանում, առավել ևս որտեղ կա մարտական բառ, այնտեղ էդի չի հանդիսանում։ Եվ երկրորդը շեշտում եմ, իրեն ուղարկել են ընդամենը, խոսքս Կարապետյանի մասին է, բանակցությունների 4 օր անց, մինչ 4 օրը, թող իրեն գնան մեղավորներին այդտեղ գտնեն։ Շատ լավ, երեք մամուլի ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարար Պապիկյանը պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, որ 2021-ից մինչ այսօր նա հող չի հանձնել։ Ինչ կասեք այս մասին։ Հող չի հանձնել, երբ գլխավոր հարց Պապիկյանին, երբ գլխավոր շտաբի պետի կողմից գրավոր հրաման դուրս եկավ իրանցը հանձնելու համար, այդ դեպքում ինքը ինչ որոշում կայացրեց։ Իրանցը հանձնվել է ներկայիս գլխավոր շտաբի պետի կողմից, որի դիմաց նրան շնորհել են գեներալ լեյտենանտ զինվորական կոչում։ Եթե գեներալ-մայոր Շաքարյանին զրկում են Արցախի հերոսի կոչումից, ուրեմն այս անձին պետք է ընդհանրապես աշխանազրկել մինչև շարքային։ Իրանցը չեն հանձնել, Լեռնային Ղարաբաղում հրամանով են թողել դուրս եկել, ու ով է հրաման տվել բանակին, Լեռնային Ղարաբաղի մասն եմ խոսում, թողի զորքը եւ դուրս գա։ Ավելին ասեմ, Լեռնային Ղարաբաղում անգամ գումարտակի հրամանատարը նշանակվում էր Հայաստանի զինված ուժերի միջնորդությամբ, ընդեղ իրանք ընդամենը այդ հրամանն էին կատարում, ում շնորհիվ են դուրս եկել ընդեղից, հարց կարել է տալ ուսուցչին, բա որ չեք հանձնել, ինչ եք արել, նվեր եք տվել, գուցե նվեր են տվել, ինքը հանձնելու նվերը չի տարբերում, գուցե նվեր են տվել Լեռնային Ղարաբաղ իրենց, իրանցն էլ են հանձնել, Լեռնային Ղարաբաղն էլ են հանձնել, նաև երեք արտգործնախարարը նաև Մեղրի մասին էր խոսում, գուցե մյուսին եթերին կանրադառնա Մեղրի մասին նաև, որ իրենք սենց չեն հանձնել, նվեր են տվել իրենք, երևի տենց է պետք նվեր տալ, իսկ երբ պաշտպանության նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը փորձեցին ներխուժել Նախիջևանի կողմ, չստացվեց իրենց, նույն Սև լճերում
20-ից ավել տրակտորներ էին փորձում գործարկել, որը նաև դա էլ չստացվեց, հետ շպրտվեցին։ Մի հատ եկեք համեմատենք այն ժամանակահատվածը եւ հիմա։ Եվ ասեմ ձեզ, հայտարարում են բանակը պետքա լինի 4-րդ կարգի։ Ինչ չափորոշիչներով են իրանք չափում էդի 4-րդ կարգը, որն է բանակի համար։ Նույնպես հարցս կրկնում եմ, եթե Աստված իսեր մի արածցե հարցակում գործեն, մեր զինված ուժերը, որ պետությունների դեմ կարան պաշտպանություն կատարեն, ոչ մեկի երևի թե։ Թող այդ հարցերին պատասխանի, ոչ թե անդրադառնա Սև լճերում անձը ձեռքերն ալված է։ Խորհուրդ եմ տալի գնաս Սև անալճում դու լողացի դիպուկահարի նշանառուի տակ։ Տեսնեմ կարավ թե չեք կարա։